Դավթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում մանկաբույժի աշխատավարձը 3 ամիս է չեն տրամադրել, ինֆեկցիոնիստի աշխատավարձը նվազել է։ Այս ամենը առողջապահության ոլորտում այսպես կոչված նոր բարեփոխումների հետևանքներն են։ Բժշկի ձայնը հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների հետ այսօր այստեղ էին լսելու բժիշկների մտահոգությունները պարտադիր առողջապահական համակարգի ներդրումից հետո։ Ըստ բժիշկների ոչ միայն փոփոխություն է տեղի ունեցել իրենց աշխատավարձերի հետ, այլ նաև փոփոխություն է տեղի ունեցել աշխատանքի ծավալի մեջ։ Նրանք ավելի շատ են աշխատում եւ ավելի քիչ են վարձատրվում։ Ես կխոսեմ միայն մանկաբույժների անունից, չեմ անդրադառնա մյուս մասնագետներին, բայց առ այսօր արդեն 4-րդ ամիսն է մենք աշխատում ենք բարեգործական հիմունքներով։ Կոնկրետ ապահովագրության շրջանակներում մեր կատարած խորհրդատվությունների համար առ այսօր դեռ չենք վարձատրվել։ Մասնավորապես պոլիկլինիկաներում բժիշկները եւ ոչ միայն բժիշկները, նաեւ հիվանդները դժգոհում են անվերջանալի թվացող հերթերից։ Միաժամանակ բժիշկների աշխատանքի ծավալը ավելացել են նաեւ այն բոլոր գրառումներն ու համակարգչային աշխատանքները, որոնք բժիշկները կատարում են։ Նշեմ նաեւ, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր բազմաթիվ հարցազրույցներում անդրադարձել է նոր բարեփոխումներին, նշել, որ դրանք լավ են եւ փոփոխման ենթակա չեն, սակայն բժիշկների հետ զրույցում պարզ դարձավ, որ Zoom հավելվածով ժողովների ժամանակ նախարարը բժիշկներին այլ խոստումներ է տալիս։ Նախարարն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ փակվելու են պոլիկլինիկաների ինֆեկցիոն սենյակները, սակայն բժիշկների հետ հանդիպումների եւ օնլայն ժողովների շրջանակում խոստացել է վերանայել որոշումը, ինչպես նաեւ վերանայել նրանց աշխատավարձը։ Առաջին հերթը աշխատավարձներն է, չէ, մեր ֆիզիատրների։ Դե այդ համակարգը դե ես չեմ կարող ասեմ պոլիկլինիկաները ոնց է ընդհանուր ոնց է իրանց մոտ, բայց մեզ մոտ միշտ պետպատվեր ա եղել, մենք այդ տարբերություն չենք զգում։ Հասկացա։ Այսինքն ձերը միշտ եղել է պետպատվեր, մենք միշտ պեր կապիտալով եք վարձատրվել, հիմա փոխվել է խորհրդատվությունով։ Հավելեմ նաև, որ ըստ կազմակերպիչների նման հանդիպումներն ու այցելություններն ավելի հաճախ են լինելու ոչ միայն Երևանում, այլ նաև հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում առանց նախարարին եւ բժշկական կենտրոնների ղեկավարությանը տեղեկացնելու։